потеря Армении – вот это гигантская проблема. Плевать на международное право, международный порядок. Если нам для нашей национальной безопасности необходимо было начать СВО на территории Украины, почему, исходя из тех же самых соображений, мы не можем начинать СВО и в других точках нашей зоны влияния? Սալավյովի այս մտքերն իրականում առաջին հայացքից են միայն սպառնալիք եւ ուժի ցուցադրություն։ Իրականում դրանք թուլության ախտանիշ են։ Երբ գլոբալ խաղացող համարվող պետությունը չի կարող պահել իր ազդեցությունը, սկսում է բարձրախոսով դոկտրին վաճառել, սպառնալիքը փաթեթավորելով որպես ռազմավարություն, որպեսզի կարողանա թաքցնել նահանջը։ Եվ այսօր այդ նահանջը այնքան տեսանելի է միաժամանակ մի քանի ուղղություններով՝ Վենեսուելայում, Սիրիայում, Իրանում, շուտով նաև Կուբայի շուրջ զարգացումները կտրուկ նեղացնելու են Մոսկվայի Կարիբյան խաղի դաշտը։ Հենց այս ֆոնին են ազդեցության գոտու մասին բարձրաձայն խոսքերը։ Դրանք ուժ չունեն, դրանք ներքին սպառման համար են, ներսի համար կառուցված դիմակ։ Եվ սա շատ վատ լուր է Հայաստանում Ռուսաստանի հետ կապվող քաղաքական դերակատարների համար, երբ պետական քարոզչության դեմքը բաց տեքստով արհամարհում է միջազգային իրավունքը։ Սրանից հետո էլ ինչ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ։ Այլևս անհնար է դա վաճառել որպես անվտանգություն կամ դաշնակցային հարաբերություն։ Սա բացում է ճշմարտությունը, որ խոսքը գործընկերության մասին չէ, խոսքը Ռուսաստանի կողմից Հայաստանին ճորտացնելու, վասալացնելու ցանկության մասին է։